Արտաշես Գեղամյան։ Հարգարժան Էդվարդ Հովսեփի, հարգելի գործընկերներ, այսօրվա քննարկվող համաձայնագիրը բախտորոշ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգը որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու գործում։ Բարձրացնեմ միտքս։ Այսօր Թուրքիայի արևելյան սահմանից F-16C և F-16D կործանիչների թռիչքի տևողությունը մինչև Երևան կազմում է ընդամենը 2 րոպե։ Եթե այդ նույն ամերիկյան արտադրության ըստորում ասեմ, եթե այդ նույն կործանիչները 12,000 մետր բարձրության վրա են թռիչքն իրականացնում, ժամում նրանց արագությունը հասնում է 2100 կիլոմետրի։ Այն է կրճատվում է ժամկետը մոտենալով կրիտիկականին 1 րոպե մինչև Երևան։ Էլ չեմ ասում Երևանի 30 կիլոմետրանոց շառավիղը դառնում է խիստ խոցելի։ Այսօրվա հակաօդային համակարգերից եզակի համակարգ կա աշխարհում, այո լեզվիս այդ հակում չէր, որը իզորու է չեզոքացնել այդ վտանգը, թեկուզ հիպոթետիկ վտանգը։ Դա S-400 տրիումֆ զենիտահրթիռային համակարգերն են, մասամբ կարող են չեզոքացնել S-300, PM-1, PM-2 և այլ մոդիֆիկացիաները հարգարժան պարոն Նազարյանը ճշգրտում կանի։ Հայաստանը ունի այդ համակարգերը, ավաղ, այո, S-300 դիվիզիոններ ունի, բավարար քանակության ոչ, S-400 չունենք։ Իսկ ի վիճակի ենք մենք անհրաժեշտ քանակությամբ այդ զենիտահրթիռային համակարգերը ձեռք բերել, ընդամենը 2 թիվ բերեմ։ Դեռ 2007 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը պայմանագիր կնքեցին $800 միլիոն արժողությամբ 5 S-300 PM-1 զենիտահրթիռային համակարգեր գնելու։ Այնուհետև ՄԱԿ-ի էմբարգոն եղավ և արգելքը հրթիռները այդ համակարգերը վաճառելու վրա, 2015 թվականին, պարոն Նահապետյանը թույլ չի տա ստեմ, 2015 թվականի ապրիլին, երբ այդ չեղարկումը հանվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից, Իրանը շահագրգռված էր և ձեռք բերեց դեռ 8 տարի առաջ կնքված պայմանագրով նախատեսված, երբ պրեզիդենտ Պուտինը ապրիլին հանեց այդ արգելքը, 2015 թվականի մասին է։ Այսինքն մի դիվիզիոնը S-300 PM-1 մակնիշի արժի $160 միլիոն։ S-400 տրիումֆ համակարգերի հետ կապված Չինաստանը Ռուսաստանի հետ կրկին 2015 թվականին կնքել էր համապատասխան համաձայնագիր $3 միլիոն արժողությամբ 6 դիվիզիոն S-400 գնելու, այսինքն մի դիվիզիոն S-400 համակարգը արժի $500 միլիոն։ Տեղեկության համար ասեմ, որ Հայաստանի պաշտպանական բյուջեն ծախսային մասով կազմում է դրամի փոխարժեքի տատանումները, եթե միջինացնենք, $420 միլիոն։ Մի համակարգ S-400-ը $500 միլիոն արժի։ Այդ համակարգերը պատահական չէր, ասեցի, որ եզակի են, չալարեցի, որոշ թվեր բերեցի։ Ուրեմն F-15C, F-15D, 16D կործանիչներին կարող է կրկնում միայն S-400-ը երաշխավորված ոչնչացնի, որովհետև այդ համակարգերից բաց թողնված զարկերի արագությունը 4-8 կիլոմետր է վայրկյանում, 4-8 կիլոմետր վայրկյանում, հեռավորությունը պուսկի մինչև 3500 կիլոմետր, ուրեմն իսկ ռեակցիան 10 վայրկյան է ընդամենը։ Հիմա այստեղ ասում են, այսօր էլ Արմավիրում տեղակայված ռադիո ալեհավաք կայանը
ֆիքսում է ցանկացած թռչող սարք միջերկրական ծովի ամբողջ շրջակայքից, այսինքն Ռուսաստանը ապահովված է։ Սա շատ ավելի կենսական է Հայաստանի համար։ Այո, կան կողքից հարցեր, որոնք ինչ խոսք, բոլորից նյարդայնացնում են։ Լինի դա զենքի վաճառքը, լինի մյուսը, բայց եկեք գլխավորը, կարևորը զանազանենք երկրորդականից։ Սա բարիս իսկական առումով բախտորոշ նշանակություն ունեցող համակարգ է, հակառակ պարագայում մենք ոչ մի հնարավորություն չենք ունենա։ Այսօր էլ ոչ մեկի համար թող գաղտնիք չլինի, որ քառօրյա պատերազմի ժամանակ նույն ադրբեջանա-թուրքական կողմը շատ լավ գիտակցում էր, որ Հայաստանի Հանրապետության զինուժը ի զորու եւ ի վիճակի է ասիմետրիկ հարված հասցնել Հայաստանի տարածքից Ադրբեջանի հուշ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների վրա հակահարվածը չէին կարող հասցնել, որովհետև արդեն կգործեր ՀԱՊԿ պայմանագրի կանոնադրությունը, դա կլիներ հարձակում ՀԱՊԿ-ի անդամ երկրի վրա։ Բայց բոլորը մենք մոռանում ենք եւ այս ամբիոնը օգտագործում ենք հակառուսական հիստերիա բարձրացնելու վրա։ Մինչդեռ ցանկացած հասուն քաղաքական գործիչ, անկախ իր նախասիրությունների եւ նախապատվությունների, պետք է գիտակցի մի բան. իր սեփական երկրի ցանկացած պայմանագիր, որը առնչվում է դրսի աշխարհի հետ, պետք է ծառայեցնել բարեկամների հետ հարաբերությունները ել ավելի խորացնել, չեզոքներին բարեկամ դարձնել, թշնամիների որոշակի հատվածը միգուցե չեզոքների շարքը համալրել։ Եվ միայն այս համաձայնագրի հաստատումը, վավերացումը արդեն իսկ լուրջ մտածելու տեղի կտա թուրքական գլխավոր շտաբի ռազմավարներին, որովհետև իրենք նույն Ադրբեջան իրենց կրտսեր գործընկերների հարցին բավոր սա գործեց, չէ որ ֆիքսեց այդ ամենը, նա չի սպասի օդում խփի, այլ նա կխփի հենց օդանավականից թռնելուց հետո 10 վայրկյան հետո նա ռեակցիա է տալիս։ Սա է հարցը։ Ինչ վերաբերում է ռուս-հայկական համագործակցությանը, օգտվելով առիթից, հենց այս ամբիոնից ուզում եմ շնորհակալությունս հայտնել Պետական Դումայի եւ Սովետ Ֆեդերացիայի գործընկերներին, ինչպես նաեւ պարոն Խոսրով Հարությունյանին, Էդվարդ Շարմազանովին, Հայկ Բաբուխանյանին եւ ասեմ ինչի։ Առաջիկայում Թբիլիսիում տեղի է ունենալու ԵԱԿ խորհրդարանական վիայժողովի լիագումար տարեկան նստաշրջանը։ Հայաստանի Հանրապետության պատվիրակության կողմից ներկայացված բոլոր ուղղումները հիմնական մայր փաստաթղթի նախագծի մեջ ընդունվել են Ռուսաստանի կողմից, որ ասածս մերկապարոնոց չլինի, մի քանիսը թվարկեմ։ Ուրեմն ավելացվել է равноправие и самоопределение народов, ստորագրել են մեր ուղղման մեջ, ուղղման տակ բանակի գեներալ, ոչ թե գեներալ-մայոր, այլ բանակի գեներալ Կավալովը, գեներալ լեյտենանտ Լեբեդևը, Ռաշկինը։ Մեկ ուրիշ փաստաթուղթ, որը ըստ էության հիշատակվել էր ուրեմն մեր նախագահի նախապայմանների մեջ։ Այնտեղ ավելի հստակ ձևակերպումների տակ ստորագրվել է կրկին Կավալով, Կազլովը եւ այլն։ Փաստաթուղթ, որտեղ նույնպես հայանպաստ ուղղում էր առաջարկվում, դրա տակ ստորագրվել են բացի հիշատակածս Ռուսաստանի պատվիրակության անդամներից, նաեւ ֆրանսիացի մեր գործընկերը Գիտեսիեն ասել կուզի հետևյալը. Մինսկի խմբի համանախագահ երկու պետությունների պատվիրակները պաշտպանում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գիծը։ Իսկ դա ոչ այլ ինչ է, քան մեր արտաքին քաղաքականության պատասխանատուների երկրի նախագահի, ինչու՞ չէ քաղաքական մեր այս մեծ ամբիոնի արգասաբեր աշխատանքը։ Հիմա այդ արդյունքը երբ ակնհայտ է, մենք այստեղից հակառուսական հիստերիա բարձրացնելով ջուրն են գցում այն մեծ աշխատանքը, քրտնաջան աշխատանքը, որի մասին չեն բարձրաձայնել, մինչև արդյունքը չեն տեսել։ Շնորհակալություն։